մենք նայում ենք շատ ժամանակ կարծես թե տարբեր բաներ է խոսում Աստված ու մեզ թվում է իհարկե, որ կարծես թե չի բռնում իրար Աստծո որոշումը, Աստծո մոտեցումը, Աստծո այդ գործելակերպը, բայց մի երկու հատված եմ ուզում կարդանք ու երկուսը միասին նայենք։ Ուրեմն Աստված ինչպես է անում։ Ասեք քեզ հանձնարարում է մի բան։ Հանձնարարություն պարտադիր չի, ասեք եկեղեցու ծառայության կամ ինչ որ մի ավելի ծանր մի բեռ տնի վրա։ Այլ Տերը առաջինը մեզ բոլորիս հանձնարարություն ունի։ Հանձնարարում է, ասեք օրինակ իր ավետարանը։ Կարդա, հավատա, վարվի, պահիր։ Եվ Աստված ուշադիր է, թե իր հանձնածը մենք ինչպես ենք օգտագործելու, ինչպես ենք վարվելու իր տվածի հանդեպ, եւ ինչպես որ մենք ենք վարվելու, այդպես էլ Աստված պատասխան է տալու։ Այսինքն Տերը այսպիսի բան է ասում. ամենքին պետք է դատեմ ըստ իր գործերի, գիտեք, չէ՞։ Սա արդար ձև է։ Անգամ Աստված մտքերը գիտի։ Սիրտու երիկամը քննող է, սակայն իր դատաստանի համար չի ասում, ասենք ես իրան կդատեմ, որտեղ ինքը սենց մտածես, ճիշտ է միտքն էլ Աստծո առաջ մեղք է, բայց այդ միտքը գործ է դառնում, և իտոգում Աստված բազում անգամ այս հայտարարություն է անում, Տեր Հիսուսը ինքը նաև ասում է, որ ես գալիս եմ իմ վարձքը ինձ հետ է, որ ամեն մեկին հատուցեմ ըստ իր գործերի։ Այսինքն անհնար է, որ մեկի սրտում միտք լինի, որևէ միտք լինի, դա ժամանակի գործ չդառնա։ Գործ է դառնում եւ Աստված պահանջում է իր կատարածի համեմատ։ Ոչ թե միայն վատ գործերի համար է Աստված նայում, նաեւ լավ գործերի համար։ Դրա համար ասում ամենքին հատուցեն ըստ իր գործերի։ Ասեք թե լավ, թե վատ, հենց այդպես էլ գրած է։ Թե լավ, թե վատ գործերի համար։ Ուրեմն նման վկայություն կա Տիրոջ կողմից, որտեղ Տերը երբ որ առակներ է խոսում, նա խոսում է ավելի առակները ինչով են օգնում, որ դրանք կարճ են, երկար պատմություն չէ, բայց ընդհանուր գործելակերպը Աստծո եւ մարդկանց ցույց է տալիս։ Մատթեոս 25-րդ գլխից եմ ուզում կարդալ 14-րդ խոսքից ասում է, որտեղ ինչպես մի մարդ, որ օտար երկիր է գնում, իր ծառաներին կանչեց եւ իր ունեցածը նրանց հանձնեց։ Մեկին 5 քանքար տվեց եւ մյուսին 2 եւ մյուսին 1, յուրաքանչյուրին իր կարողության չափով։ Եվ շուտով գնաց։ Եվ այն 5 քանքար առնողը գնաց նրանցով գործ արեց եւ ուրիշ 5 քանքար էլ շահեց։ Այնպես էլ նա որ երկուսն էր առել, ուրիշ երկուսն էլ շահեց։ Իսկ այն 1 առնողը գնաց գետինը փորեց եւ իր տիրոջ արծաթը թաքցեց։ Եվ շատ ժամանակից հետո գալիս է այն ծառաների տերը եւ նրանցից հաշիվ է առնում, այսինքն հաշիվ է ուզում։ Եկեք պատասխան տվեք, ինչ է կարել։ Եվ այն 5 քանքար առնողը մոտ եկավ, ուրիշ 5 քանքար էլ առաջ բերեց եւ ասեց. Տեր, ինձ 5 քանքար տվեցիր, տես, ուրիշ 5 քանքար էլ շահեցի նրանց վրա։ Նրա տերը ասեց նրան. լավ, բարի եւ հավատարիմ ծառա։ Քիչ բաների վրա հավատարիմ ես, ես քեզ շատ բանի վրա կդնեմ։ Մտիր քո տիրոջ ուրախությունը։ Եվ այն 2 քանքար առնողն էլ մոտ եկավ եւ ասեց. Տեր, ինձ 2 քանքար տվիր, տես 2 ուրիշ քանքար շահեցի նրանց վրա։ Նրա տերը նրան էլ ասեց. բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բանի վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ։ Եվ այն 1 քանքար առնողն էլ մոտ եկավ եւ ասեց. Տեր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես, հնձում ես ուր որ չես սերմատնել եւ հավաքում որտեղ որ չփռեցիր, այսինքն դու չես փռել, բայց կարծես թե ուրիշի փռածն ես հավաքում։ Եվ վախենալով գնաց թաքցրի քո քանքարը գետնի մեջ, ահա քոնը առ։ Նրա տերն էլ պատասխանեց եւ ասեց նրան.
չար եւ ծուլ ծառա։ Գիտեր, որ ես հնձում եմ, ուր որ չսերմեցի եւ հավաքում եմ, ուր որ չփռեցի։ Ուրեմն պետք է, որ իմ արծած սեղանավորներին տար եւ ես գայ եւ շահով առնեի իմը։ Առեք դրանից քանքար եւ տվեք 10 քանքար ունեցողին, որտեղ ամեն ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա, բայց նա որ չունի նրանից այն ունեցածն էլ կառնվի։ Եվ այն անպիտան ծառային հանեցեք դրսի խավարը, այնտեղ կնի լաց եւ ատամների կրճտել։ Ուրեմն ուշադրություն դարձեք։ Նախ սկիզբը Տերն է դնում։ Այդ մարդիկ չգնացին իրենց ունեցածով ինչ որ բան շահեցին կամ չշահեցին։ Այն մեկը որ եկավ քո տված 5 քանքարը, ուրիշ 5-ն էլ է վրան ավելացել, գուցե հիմա Տերն այնպեսի թվեր է ասում, որպեսզի մեզ համար հեշտ լինի ընկալել, հիշել, բայց գուցե այդ մարդը 5-ի վրա 5 շահեր, 6 շահեր կամ 4 շահեր, հարցը այդ կոնկրետ 5-ին 5, 2-ին 2-ի հարցը չէր, այլ մարդը աշխատել էր Տիրոջ տվածի վրա։ Եվ Տերը ինչ է անվանում Տիրոջ տվածը գործածողին, բարի եւ հավատարիմ, այսինքն եթե հանձնարարություն է եղել, հանձնարարության մեջ ինքը պարտաճանաչ եղել, նրան Տերը անվանում է բարի եւ հավատարիմ ծառա։ Իսկ այն մեկ առնողը եկավ եւ Տերը աչարություն չարեց, իհարկե ինչու մեկին 5, մեկին 2, մեկին 1, ասում է վերջում, չէ, ասում է ամենքին ըստ իր կարողության։ Այսինքն Աստված որևէ մեկից վրա ծանր բեռ չի դնում, որպեսզի մենք անհավատարիմ դուրս գանք։ Չէ, այնքանով է հանձնարարում, ինչքանով որ մենք կարող ենք պարսճակատ դուրս գալ, ասենց ասած հավատարիմ դուրս գալ։ Դրա համար Տիրոջ կողմից սա արդարություն էր, որ ամեն մեկին ըստ իր կարողության էր դնում, ոչ թե կարողությունից դուրս։ Բայց ինչ կատարվեց։ Այն մեկ առող ասում է, ճանաչում էի քեզ, որ դու խիստ մարդ ես, որտեղ չես սերմանե, հնձում ես եւ որտեղ որ չես փռել, այնտեղից հավաքում ես։ Նախ նրա վկայությունը շատ սխալ էր։ Շատ, բայց Տերը նա այդ գլուխ դներ, արդեն գործը, էսա գործը համատ դատվիր։ Տերը չէր դնում նրան մի հատ մանկական դաստար, որ տես ոչ չեմ դրել, ոչ չեմ փռե կամ սերմե, բա իմ արծաթը ի՞նչ է քո մոտ։ Եթե չեմ դրել, ես իմն եմ ուզում, ուրիշ քոնը ոչ չեմ ուզում, ուրիշի չեմ ասում գնա հարևանից բեր կամ որևէ մի տեղից բեր։ Ես իմ արծաթն եմ ուզում, այդ մի հատն եմ ուզում, քեզից 4-5 հատ չեմ ուզում։ Բայց Տերը իր հետ չընկավ բանավեճի մեջ ու զրոյից բան ապացուցեր։ Նա արդեն սխալ էր ճանաչում, բայց չեմ կարծում, որ սկզբից ճիշտ ճանաչողություն չի ունեցել, բայց արդեն հասել է դրան, որ Տիրոջ մասին սխալ վկայություն է անում։ Նա կարծես թե ոչ մի բան չի անում ու գալիս է ինչ-որ բան է պահանջում։ Կամ գնում ուրիշի արտի միջի ցորենն է ուզում հնձել։ Չի սերմել, ուրիշն է սերմել, ինքը ուզում է հնձել։ Կամ մեկը, օրինակ եմ ասում, ինչ-որ բան է փռել, այսինքն կամ ասել դրել։ Ու իր չդրածն է գալիս ուզում է վերցնի, դա է պահանջում։ Բայց իրականության մեջ մենք տեսնում ենք, որ Տերը ուրիշ բան չպահանջեց, ամեն մեկից այն պահանջեց, ինչ տվել էր։ Գուցե մեկը գար ասել 5-ն ես տվել, ասենք ուրիշ տեղում ասում է ծառաներին ավելի, միայն 3 հոգու մասին չի խոսքը։ Միտեղ ասում է 10 ծառաներին ամենքին մի բան տվեց, արծաթ տվեց, մեկ եկավ ասում 10 շահեր, մյուս եկավ ավել։ Հիմա հարցը սա չէ, որ Տերը գնում է ուրիշից պահանջում է, շատ ժամանակ մարդիկ գիտեք ոնց է, Տիրոջ ճանաչողությունը մի կողմ թողելով,
գրքի միջի այդ սխալ վկայություններից առաջնորդվում են, թե Աստված այսպիսին է։ Թեև Աստված նրա հետ էլի եմ ասում, բանավեճի չմտավ, ապացույցների մեջ չմտավ, փաստ է, ես տվել եմ քեզ տուր իմը, շահով պետք է տաս։ Բայց նա ասում է, ես թաքցրի, ասինքն ինչ է նշանակում թաքցրի։ Բանի տեղ չտվեցի քո ունեցածը։ Տվել ես, գիտեմ, հիշում եմ, տվել ես, բայց չեմ գործածել։ Բանի տեղ չեմ դրել, չեմ շահարկել։ Այսինքն յա տված, յա չտված։ Բայց Տերը խիստ նայում է, թե ում է ինչ է տվել։ Այսինքն ինչ է տվել, հենց առաջինը լսելով։ Դրա համար ազգերին, որ պետք է դատի, շարունակության մեջ Տերը խոսում է, երբ որ փառավոր հրեշտակներով եւ հոր փառքով վերադառնա, բոլոր ազգերին պետք է հավաքի իր առաջը։ Պետք է հավաքի իր առաջը, ասած այցերի ոշխարների օրինակն է բերում, ասիկ նորից պահանջելու է իրենցից մարդիկ իրենց լսածի համեմատ պատասխան պետք է տան։ Ոչ թե ասենք մի բան արծաթ ստացել են, դրել են գրպանը, այլ քո լսածը նշանակում է դու ստացած։ Ես իմ լսածը, որ Տերը գիտի, ես ինչ եմ լսել։ Մեկ ուրիշ տեղ մարգարեության մեջ ասում է, եթե դու ասես, ես չեմ իմանում, Տերը գիտի քեզ ինչ է լսեցնել, քեզ ինչ է տվել։ Ինձ որ Աստծու խաբել նայոր չի, Տեր ես այս մասին չեմ իմացել։ Տերը գիտի, որ դու իմացես, վկաներ էլ կան, ասում է, երկինքը վկա է, երեշտակները տիրոջ, հենց ինքը իր վկայությունը ունի, նաև երկրի վրա էլ վկայություն կա։ Շատերը կգան, կասեն, այո, մենք հիշում ենք, որ ինքը լսեց։ Ինքը տեսավ։ Անգամ այն հրաշք նշանները, որ Տերը արել է, դա էլ է նշանակ, որ Տիրոջից ինքը մի բան տեսավ, ստացավ։ Եվ պետք է վարվի իր տեսածի ու լսածի համեմատ։ Ուրեմն այնպես չի, որ Տերը չի տվել եւ պահանջում են։ Ուրեմն սա սխալ վկայություն էր։ Եվ Տիրոջ դատաստանը խիստ է։ Շատ խիստ է, որտեղ Տերը հավիտենության մեջ նորից նույն տկարություն ունեցող, նույն չարությունը անող մարդկանց չի տեղավորի երկնքում, որ նորից դա շարունակվի, այս քաոսը ոնց որ երկրի վրա կա։ Մեկ-մեկ ասես զզվում ես պատկերը տեսնելով աշխարհի։ Տեսնում ես մարդիկ օրինակ թեկուզ հասարակ բան, հպարտությունից շատ վատ բաներ են անում։ Իրար վրա հպարտանում են, մեկ ուզում է ասի ես ավելի լավն եմ, ու շատ ժամանակ ավելի լավն եմ միտքը չի վերջանում միայն իր մտքով։ Մեկ էլ տեսնում ես նա սկսում է գործի դնել, որպեսզի լավ երևա։ Եթե ուզում է լավ երևա, ինչ պետք է անի, պետք է սկսի այն ով որ գուցե իրեն հավասար է կամ իրենց լավ է, նա սկսում է նրա թերություններ փնտրել եւ գործել, չարախոսել, որպեսզի ժողովրդի աչքից ընկնի այդ մարդը ինքը լավ երևա։ Այսինքն սկսում է մարդուն մի օր միտեղ նստած ենք, խոսում են, զրուցում են, ինչ որ մի հատ լարված հարց կա, այդ հարցով խառնված են, չեն իմանում ինչ անեն, ես էլ մի կողմին նստած եմ։ Նստած եմ մեկ ասեց, այն լավ չի այս մարդու։ Ասեց, այդ գլխացավանքներից ազատ է, մենք խառնում ենք այս վատ բանին է, վատ բանին է սրել, այսօր պատին ենք դեմ առել։ Ինքը ինչ հանգիստ իր համար այդ չարիքները մի կոմա դրել չի մասնակցում, չի անում, ու իր գլուխը խախանդ է։ Մեկը դեցած։ Այն մարդ ինչ լավ մարդ, նայ քիտը մեծ է։ Թե քիտը մեծ է, ինչ կապ ունի այդ խառը գործերի հետ։ Այդ ձևի։ Այսինքն տեղում ուզում եմ մի թերություն գտնի, որ չասեն լավն է։ Ու ինչ որ մի բան տեղում գտավ։ Իհարկե մեկ է սկսեց ուրիշ բաներ խոսալ, ինձ համար զարմանալի սա էր, որ այդ ինչ կապ ունի, կամ ազերս էլ թափած լիներ, օրինակ եմ ասում։
կամ ականջներն էլ մեծ լինեին։ Ինչ կապ ունի դա գործի հետ։ Այսինքն մարդը հպարտությունից, որ ինքը չի բարձրանում, միշտ դիմացին ուզում է ցածրացնել, որ ինքը ուրիշի հաշվին է ուզում բարձրանա, ոչ թե ինքը իր գործերով բարձրանա։ Ուզում ես բարձրանաս, լավ գործեր արա, բարի գործեր արա, քո գործի հաշվին բարձրացի։ Ուրիշի վրան, ուրիշի ուսերին կամ մեջքին կամ գլխին քայլ ոտք դնելով չես բարձրանա։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, Աստված տալիս է եւ ուրիշինը չի պահանջում եւ նման իրավունք կա նաեւ ուրիշ առակներում էլ Աստված ցույց է տվել, որ ասում է այգու մշակների առակը։ Սրանց առաջ Տերը ասում է ուներ այգի ամեն ինչ պատրաստեց, անգամ ջրհոր փորել տվեց, պատրաստեց, որպեսզի անջուր չմնա իր այգին, հանձնեց մշակների եւ գնաց։ Ժամանակին ասում է մշակների մոտ մարդ ուղարկեց, ասեց իմ այգու պտղիցը տվեք, չի ասում ձեր այգու պտղիցը տվեք։ Իսկ նրանք ինչ էին անում, ծառաները մերժում էին, անպատվում են, անարգում են, որ այս կողմերը չթեքվեն, վախենան չգան։ Ասում վերջում իր որդին ուղարկեց, ասին էս է ժառանգը։ Եկեք սպանենք ու ժառանգությունը մեզ պահենք, լավ այգի է, ոնց ասած։ Բերքատու, ջրհորով, ամեն ինչով պատրաստ, կողերը ցանկապատով ամուր։ Այսինքն Տերը ինչ ասեց նրան, նախ այս սպանողները լավ գիտեին ում են սպանում։ Շատերը որ Տեր Հիսուսին սպանում էին, իրենք հասկացել էին ով է Տերը։ Որտեղ իրանք Աստծո ասած ունեցվածքի մեջ էին մտնում եւ դրա հաշվին էին ապրում։ Ժողովրդի բերածը շատ օրինակներ կա, պատմություններ կա, որ գրված է, որ այդ քանաները կամ քանաների որդիները այդ զոհերի մեջ որ տիրոջ այնտեղ որ տիրոջ պետք է տար կամ իրան ինչ բաժին են գնել, այդ չէին անում, ամենալավն էին վերցնում կամ տիրոջ ունեցածը իրենց համար էին օգտագործում, ոչ թե տիրոջ գործերի համար կամ տիրոջ ժողովրդի համար, այսպես ասած։ Եվ ինչ Տերը վերջում ստացել իհարկե դատեց։ Մարդիկ գիտեին ով է Հիսուսը։ Շատերը, բոլորը չէին, որ միամիտ էին, չգիտեին, որ ումը խաչեցին կամ ումը սպանեցին։ Շատ լավ գիտեին, Տերը դա բացահայտեց, հենց որ դու գիտեք ես ով եմ։ Ես այն եմ, որ հենց սկզբից ձեզ հետ խոսում եմ, այսինքն սկզբից Աբրահամի հետ եմ խոսել, Մովսեսի հետ եմ խոսել, մարգարեներով եմ խոսել եւ ամենը ցույց է տալիս, որ ես հենց այդ անձն եմ, դու գիտեք։ Հիմա եթե չիմանայք, եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա։ Տեսնում եք եւ ուզում եք ինձ սպանել։ Ուրեմն այստեղում էլ մենք տեսնում ենք Տերը արդար է, իր դրածն է պահանջում, իր տվածն է մեզնից պահանջում։ Բայց մեկ ուրիշ հատված եմ ուզում ձեզ համար կարդալ։ Ուրեմն Տերը Աբրահամի հետ է խոսում, հետաքրքիր վկայություն է տալիս Աբրահամի համար, Ծննդոց 18, այսինքն շատ այսպիսի հատվածներ կան, պատմություններ կան, ուղղակի կարծեմ մեզ համար բավական է մանավանդ դրանց տեղեր եմ կարծում, որ դուք ծանոթ եք, գիտեք, շատերը կարդացել եք, եթե ոմանք էլ չեն կարդացել, դա լավ չի։ Վերջ-վերջո Աստծո տվածի հանդեպ անտարբեր չլինեք։ Պատկերացնում եք, ոնց որ մեկ ինձ նվեր տա, ու ես նվերը գցեմ մի կողմ տարիներով մնա, չիմանամ էլ ինչ է մեջը։ Ասես մի օրինակ եմ լսել շուտ 80-ական թվականին, ասում եմ մի մարդ ինչ էր անում, գնացել էր անառակ որդու նման հորից գնացել, հորտնից գնացել իր համար առանձին ապրում էր։ Իր ունեցածը ծախսել, վերջացրել էր եւ հորը նամակ էր գրել, ասում էր արի հասիր ինձ, ես շատ աղքատ եմ, նաև հիվանդություն ունեմ։
հայրը նամակ էր ուղարկում կամ գումար ուղարկի, գումար էր ուզում, հայրը նամակ էր ուղարկում, սա արագ բացում է, տեսնում է մեջը փող չկա, ես փող եմ ուզում իրանց, օգնություն եմ ուզում, նամակ ա գրել, նամակը գցում էր մի կողմ, առանց կարդալու։ Նորից գրես, հայր, ինձ փող ա պետք, համ բուժվելու համար, համ էլ, ասենք, հաց ուտելու համար, չունեմ։ Նորից էր նամակ գալիս, նորից բացում տեսնում էր, որ մեջը գումար չկա, գցում էր մի կողմ։ Այնքան վիճակը ծանրացավ, որ հասավ մերձի մահ, ասել սպասի էլի, մի հատ կարդամ դրամ, հայրս ինչ ա գրել։ Բացեց, տեսավ հայրը գրել է, հասցե է թողել, որ այդտեղ միտեղ, ասենք, որտեղ դու կարող ես գումար վերցնել օգտագործել քեզ համար, այդ հասցեով գնա։ Արդեն այն աշճան հիվանդ է, որ չի կարողանում գնա հասնի այդ տեղը։ Որ գնա դու ինքդ անձամբ ինչքան պետք է այդտեղից վերցնա։ Ու արդեն ուշ է, որ չի կարող գնա, որ հասնի այդ մի քիչ նման է, բայց ավելին, Աստված հիմա մեզ տվել է ուշացություն դարձեք, ոչ թե միայն գումար, այլ կտակ է թողել, կտակ, դրա համար կոչվում է նոր կտական հայերենը հասկանալով դրել են այս ժամանակին հավատքի մարդիկ, նոր կտակարան, ասած Տեր ասում է կտակ եմ թողում ձեզ, Պողոսը բացատրում է այս կտակի մասին, Աստված մեզ կտակ է տվել, բայց մենք կտակը ծալել ենք, դրել ենք տունը ու չենք կարդում, եթե իմ պապիս մահացած լիներ, մի հատ լավ տրակտոր ունեց, օրինակ եմ ասում, ասում մի 10,000-անոց, հիմա կտակ է թողել, վազելով կետան կարդանք տանք ես տրակտորն ումն ա թողե, կամ էլ մի-շոր հողամաս, բայց աստվածային կտակը մեր աշխին այդքան չի երև, որ գնանք կարդանք տեսնենք ինչ կտակ է, որտեղ շատ ժանք ալարում եք, որտեղ շատ բան է թողել, այդքան ոնց կարդամ, հա, այսքան կարդալ կլնի այ մարդ, հա, կարջ, մեկ ասում է, այ մարդը մի մեշոք փող ընձի կծի, երկենքից հերիք անից, ուրիշ բան չեմ ուզում, ենքան մարդ եմ հանդիպետ է, մի մեշոք փող կծի, ինձ հերիք է, կամ ինչ-որ մի չապով ոսկի թոքիցի, բայց ոսկուց ավելին կա, անգամ հիմա մարդիկ շատ տեղեր, որ գնում պեղում են գտնում են, դո ոսկիներ են գտնում, թանկարժեք բաներ են գտնում, աստվածաշուչի պատմություններով գնալով, հետևելով, ըստ աստվածաշուչի այս տեղում մաթեմատիկոսները օգտվում են աստվածաշնչից, քիմիկոսները, տեզերագնացները, սենց ասած պեղողները, թագավորները, ամեն թեմա կա, բուսա բանները, անգամ եթե մենք ուզում ենք մեր ծագում ունենանք, էլի աստվածաշունչը պետք է իմանանք։ Հիմա ուզում կարդալ Աբրահամին ասածը, Տերը որ ասում եմ։ Եվ Տերը ասեց, միթե ես Աբրահամից ծածկող եմ, ինչ որ անելու եմ։ Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զորավոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են։ Ու շատ տեղերում ասում Տերը։ Երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են։ 12-րդ գլխում Ծննդոցի ասեց, ու դες կրկնում է շատ անգամ։ Այս ժամանակ որ Տերը խոսում էր, հələ Աստված այսինքն Իսահակը չէր ծնվել, Աստված նրան Իսահակին չէր տվել, խոստումի որդի, խոստացել, բայց որդին ծնված չէր։ Բայց Իսահակով Տերը, որ տեսնում եք Հիսուսի մասին էր խոսում, որ նրանից նա կդառնա ազգերի օրհնությունը։ Նրանով բոլոր ազգերը կօրհնվեն, այսինքն աշխարհի Աբրահամը մինչև տեսնում էր մի տեղ Տերը ասաց 15-րդ գլխում, որ ես քեզ մեծ օրհնությունով եմ օրհնելու, Աբրահամը ասաց, ինչ ես ինձ օրհնում, ինչ եմ անելու։ Ես զավակ չունեմ,
Իմ ունեցածները ոնց որ շատ է, ինձ պատկերացեք 300-ից ավել ծառա ուներ, հազարավոր ոչխարներ, անասուններ, դե ժամանակվա հարստությունը հիմնականում էր ձիեր, կովեր եւ այլ ոսկիներ, արծաթներ, ամեն ինչ ուներ այդ ժամանակի մի թագավորի հարստությունն էր։ Դրա համար ասում ես ինչ անա, ինչի սա պետք ավելին օրհնեցնել, մեկը իմ ժառանգորդը լինելու է ոչ թե ինձանից ծնված, այլ իմ տան ծառան, ավակ ծառան, եղազարը։ Դերին ասես չէ, ինքը չի լինելու քո ժառանգորդ, քեզանից ծնվածը պետք է լինի քեզ ժառանգորդ։ Հետո Աբրահամը գնաց, կնոջը պատմեց Սարային, որ Աստված ինձ օրհնություն է տվել, որ ինձանից ծնվածը ժառանգորդ կլինի ինձ։ Երեխա եմ ունենալու, ոչ թե մինչև աղբոր տղուն էր բերել, որ որդե գրի։ Աղբոր տղեն էլ հպարտ եկավ։ Ինչ Աբրահամ, ինչ բան, ես քո աղբոր տղեն չեմ, քեզ հավասար աղբեր եմ։ Դե աղբեր ջան, գնա դու քո ճամփով, ես գնամ իմ ճամփով։ Եվ Աբրահամը հասկացում է, կարար ամուսնանար։ Դժվարությունը իր կնոջ մեջ էր։ Սարայի, որ չէր կարող երեխա ունենալ։ Գնաց Սարայի հետ խոսեց։ Սարայից հետո խոսելուց հետո Սարայից էս պատասխանը ստացավ։ Կարծես թե ուրիշ կնիկ մի առ։ Իմ աղախնուն կտամ քեզ։ Իրանից ծնված թող ինձ համար որդին լինի քեզանցա ծնվել է քո որդին է։ Իմ ծնկների վրա կպահեմ, որպես ինձանից ծնված։ Ու Իսմայելը ծնվեց։ Իսմայելը ծնվեց, բայց Աստված դες բան չէր ասել։ Սխալ մեկնեցին Աստծո խոսքը։ Կնոջ, դրսում դու կինը առաջարկեց նրան, այս կնոջը վերցա, որ զավակ ունենաս։ Ես չեմ ունենում, իմ խնդրեմն է, դու կարաս ունենաս։ Աղախնուս քեզ եմ տալում, ուրիշի չգնաս բերես, ոնց որ ին վրա պահես որպես կին։ Մեկին անցավ տարիներ, Աստված ասեց, չէ, էդ էլ չի քո ժառանգորդը։ Սարայից ծնվածը պետք է լինի քեզ ժառանգ։ Սարան ծիծաղեց վրանում։ Ասեց իմ նման չորացած կնոջից 90 տարեկան։ Աբրահամն էլ 99 տարեկան, կներեք իհարկե գրված է, որ արդեն ինքը ամեն ինչից զրկված է, որպես մեկը, որ կարող է երեխա ունենալ։ Նա էլ է չորացել, մեռած մարմին է իրանը։ Ոնց ինձանից ու իրան միակողման չի, համ ես եմ չորացած, համ Աբրահամն է արդեն չորացած։ Բայց Աստված ասեց, ինչու ծիծաղեց Սարան։ Սարան վախից ասեց, չէ, չեմ ծիծաղել, վախեցավ։ Ասեց, չէ, ծիծաղացիր։ Մյուս տարի ժամանակ դու որդի կունենաս։ Եվ ունեցավ։ Աստված բժշկեց երկուսին էլ։ Եվ որդի ունեցավ։ Այսինքն Աստված հենց դրանով էր ցույց տալիս Աբրահամին, որ Աբրահամը ասում է, հասկացա, որ ես ամենակարող Աստված եմ։ Աստված գործ էր անում։ Ես ոչ թե միայն Աբրահամի հետ էր գործ անում, շատերի հետ էր իր աշխատանքի իր գործը ցույց տվել, բայց մարդիկ իրենց սրտերում չէին պահել։ Մարիամը, Հիսուսի մայրը պատահական այդ պարգևին շարժանացավ, որ պետք չի մայրը լինի, բայց ասում եմ Մարիամը լսում էր եւ իր սրտում պահում։ Մենք շատեր ունենք, որ սրտում պահում են, բայց շատ քուրախբերներ ունենք, որ շատ բան է Աստված արել նրանց կյանքում, բայց նրանք իրենց սրտում չեն պահել, որ արդյոք գալիս է, տեսնում ես, ինքը չի օգտվել այդ իր տեսածից, իր լսածից, որ սկսում ես հիշեցնել հենց իր կյանքում կատարված օրհնությունները, մեկ էլ տեսնում ես, ասում ես, վայ, մոռացել էի։ Ուրեմն ամոթ քեզ, որ մոռացել էի։ Աստծո գործ է, սովորական մարդու գործ չի, որ դու դրիր մոռացար։ Մեր հիշելուց կախված է մեր վարմունքը։
ինչպես վարվենք Աստծո հետ։ Աստծո գործերը մեզ օգնում են, որպեսզի մենք ճիշտ վարվենք նրա հետ։ Եվ Աբրահամին ինչ ասում։ Ասում բոլոր ազգերը օրհնվելու են քեզանով, երկրի բոլոր ազգերը։ Որտեվ ես ճանաչեցի Աբրահամի մասն է ասում, նրան, որ իր որդկանց եւ իրենից հետո իր տանը կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհը պահեն, արդարություն եւ իրավունք անելու համար, որպեսզի Տերը Աբրահամի վրա բերի ինչ որ ասել էր նրան։ Այսինքն որպեսզի հետաքրքիր բացահայտում, որպեսզիները որպեսզին, որովհետև ինչ խոսքեր են։ Հա? Այո, ճիշտ եք ասում բացահայտող, բայց ուրիշ որպես պատասխան տվող խոսք։ Որովհետև ինչ որ բան է ասում, որովհետև այս պատճառով, այս բանը կլինի, որովհետև դու ժամանակին ասեք լսել ես կամ ինչ որ բան ես արել, կամ թեկուզ պատժի կողմ, դու կպատժվես, որովհետև շատ վատ բան արի։ Այսինքն որովհետև որպեսզի շատ ժանակ պատասխանում են ինչ որ գործի հետևանք շարունակությունից հետո ինչ որ գործի հետևանք, ինչ որ գործի պատասխան այսպես կլինի, որովհետև այսպիսի բան է եղել։ Օրինակ մենք ասում ենք աշխարհի վերջն է։ Ինչու՞, որովհետև մենք տեսնում ենք գրված նշանները, որ վերջի նշանները։ Այսինքն այդ որովհետև ինչ պատասխան տվող խոսք է, պատասխան բերող է։ Եվ Տերը ասում է, որովհետև ճանաչեցի նրան, որ իր որդկանց եւ իրենից հետո իր տանը կպատվի նրանք Տիրոջ ճանապարհը եւ իրավունքը պահեն, որպեսզի Տերը Աբրահամի վրա բերի ինչ որ ասել էր։ Այսինքն քո գործերը հետևանք են, որ ես այս բանը բերեմ, իմ խոստումը կատարեմ։ Այո, Տերը խոստացել էր հրեաներին շատ օրհնություններ, բայց ասում եմ, քանի որ դուք անտարբեր եղաք, քանի որ դուք թողեցիք ինձ, ես էլ ձեզ եմ թողել։ Թեկուզ խոստացել է, բայց պայմանը երկու կողմանի է, ուխտը երկու կողմանի է։ Դու թողեցիր ուխտը, իմ հետ կնքած ուխտը, ես էլ չկատարեցի իմ խոստումը։ Հիմա էլ է այդպես։ Ասել եմ, դու սրտումդ պահել ես, կատարում ես, ճանաչում եմ Աբրահամին։ Ասիկ ուշացում դարձել ճանաչում եմ, որ ինքը այսպես անող է։ Սրա համար ես նրանից ծածուկ չեմ պահում գաղտնիքները եւ նաեւ այն ինչ որ խոստացել եմ կբերեմ քեզ վրա, քո սերունդի վրա, որտեվ դու քո սերունդին ասող ես, հələ սերունդ չկար։ Պատկերացնեք Աստծո ճանաչողությունը։ Դեռ սերունդ չկար, որդի չկար, բայց Աստված արդեն ինչ որ գործերով տեսել էր, ճանաչել էր, գիտեր, ոչ թե միայն սիրտը եկամ քնող էր, նաև գործեր էր տեսել։ Ճանաչեցի նրան, որ իր որդկանց եւ իրենց հետո իր տանը կպատվիրի եւ նրանք Տիրոջ ճանապարհը կպահեն, արդարություն, իրավունք մնացած կանեն։ Դեռ որդի չկար, բայց Աստված արդեն ճանաչում էր Աբրահամին այդպիսի մեկը։ Մենք էլ շատ ժամանակ այդպիսի բան հասկանում ենք, չէ՞։ Երեխան փոքրուց որ ինչ որ բան է անում, մենք գիտենք արդեն նա ինչպիսին է, ինչ պիտի անի։ Չէ՞։ Ասում ես երեխան պատասխանատու է, ինչ ասում ես ինքը ականջի հետև չի գցում, բայց մյուսը ականջի հետև գցողա, չի լսում։ Թեկուզ դու խնամք ես տանում, պահում ես, խղճում ես, որպես ծնող իր խնամքը, քո խնամքը տալիս ես, բայց ճանաչում ես, որ ինքը գնահատող չի կամ մինչև վերջ լսող չի։ Այդպես էր Աստված Աբրահամին ճանաչում էր, այսինքն ճանաչել է ինձ օդի միջից չէր, իր գործերից էր։ Ու գանք մեզ,
Այսինքն Տերը եթե մի օրինակ է բերում Սուրբ Գրքի մեջ, դա մեզ համար, ասում է, նրանց կյանքով գրվեց, չէ՞, ասում է Պողոս առաքյալը ասում է, օրինակի համար պատահեց նրանց, բայց խրատի համար մեզ համար գրվեց, որովհետեւ մենք նրանց օրինակից խրատ վերցնենք։ Առաջի Կորինթացի 10-րդ գլխում է ասում է, որ մեզ խրատի համար գրվեց։ Հիմա մենք այո խրատի համար է գրվել, Աստված ճանաչել է Աբրահամին։ Արդեն սա Աբրահամի համար չի գրվել, Աբրահամի համար ասելն էր, որ ինքը լսեց։ Բայց գրվեց ու դարերով գալիս է, որպեսզի շատերը խրատ առնեն։ Հիմա մեզ է վերաբերում։ Մենք որ լսում ենք կամ ստացանք այդ քանքարը կամ այդ արծաթը, ինչպես ենք վերաբերում Տիրոջ տվածի հանդեպ։ Ինչ ենք անում։ Մոռանում ենք, թե դրա վրա մտածում ենք։ Վերջը կանգնելու ենք այդ հզորի առաջ։ Օրինակ, Տերն ասում է, մի վախեցի, ես քեզ հետ եմ։ Ոմանք էլ ուզում են հետաքրքրություն շինեն ժողովրդի համար, ասում են, գիտեք քանի անգամ է գրած, մի վախեցիր։ 365 անգամ գրած է, որ Աստված ասում է մի վախեցիր։ Այսինքն ամեն օրվա համար մեկ անգամ Աստվածը մի վախեցիր, ասում բա որ տարին 366 օրն է, այդ օրը վախենամ։ Սա ինչ մոտեցում է։ Տերը եթե ասել է ուզում է 2 անգամ ասացել կամ 3, բավական է մեզ մեր ամբողջ կյանքի համար, 365 օր չէ, հազարավոր օրերի համար, մինչև կյանքի վերջ։ Կամ եթե գրած է մի գողացիր, եթե 365 օր գրած չի, ուրեմն 100 անգամ ասած է, մի գողացի, 100 օր չեմ գողանալու, դրանից հետո գողանամ, ինչ անեմ։ Ստից իբր թե հետաքրքրություն ստեղ իբր իմաստուն, կեցես իմաստություն, ոնց բացահայտեցին, բան, եղավ, կոմպյուտերն էլ դեմը կա, գրում է, մի վախեցի, կոմպյուտեր բերում է, քանի անգամ է գրված։ Իրանք գիտեն, թե մեծ բացահայտում են արել, էլի։ Տիրոջ խոսքը հաստատ է, թեկուզ ինձ հետ մեկ անգամ խոսեց։ Դավիթ ասում է, Տերը մեկ անգամ խոսեց ինձ հետ, բայց 2 անգամ լսեցի, այսինքն մեկ անգամ Տիրոջից լսեցի, մեկ անգամ կրկնեցի իմ մեջ, Մարիամի նման։ Այսինքն ավելին լսեցի, քան որ Տերը ասեց, որտեղ նա կրկնող էր։ Գուցե այդ ժամանակ 2 անգամ լսեց, բայց բանել կա, մենք Տերը մեկ անգամ է խոսել, մենք հարյուրավոր անգամ լսել ենք արդեն, մեր մեջ կրկնելով, հիշելով, որ Տերն ասեց։ Ուրեմն շատ կարևոր է դες ճանաչում եմ, որ դու սենց անող ես, ասենք քանի որ դու տենց անող ես, ես այս օրհնությունն եմ բերելու քեզ վրա։ Հիմա մեզանից կախված է, ինչի համար այդ քանքարների առակն էլ բերեցի սրա, որ մենք սխալ չմտածենք, գուցե մեկ ասի, փաստորեն Տերը տեսնում է, ճանաչում է մարդուն, ով ինչպես է այդ կերպով է իր հետ վարվում, կարծես թե մարդուց է, բայց չէ, Տերը տալիս է, մենք նրա հետ պետք է վերաբերմունք ունենանք տվածի հետ եւ դրանով պատրաստվենք, որ Տերը մեզ ճանաչի այսպիսին, ոնց Աբրահամին։ Այս չէ, մարդուց է, ցեղական է, կամ հորից է, արունից է, իր բնույթից է, գենից է, դες բան չկա։ Տիրոջ տվածով մենք կարող ենք մեզ պատրաստել, թե ինչպիսի մարդ պետք է լինենք եւ Տերը մեզ ճանաչի այդպիսին եւ իր պատասխանը տա։ Տերը ինչ չէ որ ասենք այսպիսի բան խոսի։ Նա մեր ուսուցիչն է, պատրաստում է որ մեզ դարձնի այնպիսին, որպեսզի իր բոլոր խոստումները ինքը կատարի մեզ համար։ Բայց եթե ստացել եմ ու չեմ պահում, ստացել եմ չեմ, մի անգամ, 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ մարդ կա որ Հայաստանի երկրաշարժի ժամանակ շատ քիչ էին հավատացաներ Հայաստանում միջայլոց մեկ էլ որ երկրաշարժ ելավ վախ ընկավ շատերի վրա
եկեղեցիները լցվեցին ամբողջ Հայաստանում, վախ եկավ շատերի վրա։ Բայց անցավ մի քանի տարի, հաջորդ երկրաշարժը որ չեղավ, շատերը հետ գնացին։ Բայց մարդիկ այն տեսածից եք դաս առան, մինչև վերջ մնացել է շատերը կան այսօր։ Մեկ էլ երկրաշարժը գնաց, պատերազմն եկավ, ծանր։ Այն փախած մարդիկ էլի հետ եկան մտան եկեղեցի, աղոտ, աղաչանք եւ այլ, մեկ որ մի պահ խաղություն լավ դադարեցին, տեսա էլ այս մարդիկ չկան։ Կարծես թե ուզում են ասեն Աստծուն, անդադ մեր վրա մի հատ տապոր պահի, կացի պահի, մի հատ հարված պահի, որպեսզի մենք եկեղեցուց չհեռանանք, քո խոսքից չհեռանանք։ Դա ի՞նչ բնավորություն է։ Մարդ պետք է ընտրություն կատարի, որպեսզի Աբրահամի նման այս օրհնության խոստումը շարունակվի մեզ վրա, կատարելն էլ, պտուղն էլ ստանանք, Տերը ձեզ օրհնի։ Եթե ասենք, օրինակ շատ կարևոր հարց է, ես շատ կուզեմ, հիմա չէ, եթե մեկը սրա վրա մտածի, ինչ-որ բան բաց է թողված, կամ պատասխանը պարզ չի, համեցեք, մոտեցեք, զրուցենք, մարդու համար ավելի պարզ, ամոթ չի, որ մի բան ես չեմ հասկացել, թերի եմ հասկացել, կարելի է զրուցել այդ պատասխանը ստանալ զրույցի ժամանակ, ոչ թե միայն քարոզի ժամանակ, Տերը ձեզ պահի, օրհնի։ Ես պատրաստ եմ, եղբայրները պատրաստ եմ, որ եթե մոտենանք հարցնենք, պատասխան տրվի։ Ուրեմն աղոթք կանենք, վերջացնենք, նաև հոգսերի համար աղոթք կանենք։ Աստված ձեզ պահապան։